Հունիսի 7-ին կայացան ընտրություններ, ազգային ժողովի հերթական ընտրություններն են Հայաստանի Հանրապետությունում եւ այս հերթական ընտրություններում հիմնարար սկզբունքները հավասարությունը, արդարությունը, թափանցիկությունը, ընտրողի ընտրական իրավունքի գաղտնիությունը էականորեն խախտվել են։ Եվ այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է ներկայացնելու մասշտաբետ միջամտությունների ու խախտումների։ Նախ ուզում եմ ներկայացնել, որ ընտրական խախտումները ոչ միայն ընտրության օրն են տեղի ունենում, այլև ընտրական խախտումները տեղի են ունենում մինչ ընտրական շրջանում։ Իսկ մեր պարագայում, ուժեղ Հայաստանի պարագայում կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ծավալի ու բնույթի խախտումներ են տեղի ունեցել, բայց այնուամենայնիվ անկախ միջամտություններից, վարչական ռեսուրսի շահարկումից, իրավապահ մարմինների կողմից մի շարք գործողություններից մենք փորձում ենք նախընտրական տրամաբանության մեջ մնալ եւ չներկայացնել ու չկենտրոնանալ այդ շահարկումները եւ այն մեծածավալ միջամտությունները, ձերբակալությունները ապօրինի, քաղաքական հետապնդումները, որ իմ գործընկերներից, մեր համակիրների նկատմամբ տեղի էին ունենում։ Հիմա այս ամենը լուսաբանելու ժամանակն է, որովհետև այս արդյունքները, որը նախնական հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ուղղակիորեն պայմանավորված են նաև այս միջամտությունների ու խախտումների ծավալով ու ըստ էության ամբողջովին չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացու կամքը։ Իսկ քաղաքացու կամքի արտահայտումը պետության հիմնարար պարտականություններ բնականon ապահովել, որովհետև մեր երկրում ըստ մեր սահմանադրության ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ նման ծավալի միջամտություններն ու ապօրինությունները գալիս են այս բացարձակ սահմանադրական ճշմարտությանը հակասելու։ Հիմա առաջին հերթին ուզում եմ խոսել իմ գործընկերների ձերբակալությունների, կալանքների ու նրանց նկատմամբ տարաբնույթ խափանման միջոցների կիրառման մասին։ Մեր քաղաքական ուժից մոտ տավորապես 700-ին հասնող մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում օրինակ տարեց կանայք, ովքեր ընդամենը եկել եւ գրանցվել էին որպես ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, մարդկանց առավոտյան մտնում էին տներ, բերման էին ենթարկում, բացառապես ահաբեկելու նպատակով, տանում հարցաքննում էին եւ այնուհետեւ բաց էին թողում։ Բազմաթիվ դեպքեր ունեն գրանցված, որ իրավապահ մարմինների կողմից նոր կարմիր գիծ հատվեց, երբ մարդիկ ձերբակալվում, բերման էին ենթարկվում եւ մարդկանց մոտ ժամեր շարունակ թույլ չէին տալիս փաստաբանի մուտքը։ Խախտելով մարդու այդ բոլոր, ասեմ, մի շարք դրվագներով մենք հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել եւ բնականաբար մարդու հիմնարար պաշտպանության իրավունքներ խաթարվում։ Ասեմ ավելին, սա արդեն վաղուց չկիրառվող պրակտիկա էր, որը այս ընտրությունների նախօրեին վերակենդանացրեց իշխանությունը եւ ես շատ ցավում եմ, որ մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի։ Ոչ, մինչ ընտրական շրջանում կոնկրետ մեր քաղաքական ուժի մասին է խոսքը։ Այսինքն պարբերաբար, տեսեք, կան իրավական գործընթացներ, նորմալ իրավական, ժողովրդավար երկրում։ Այո։ Ոչ միայն քարոզարշավը, մի փոքր ավելի վաղ շրջանն էլ հաշվի առնելով, նախընտրական փուլում, տեսեք, նորմալ իրավական պետությունում, երբ մարդկանց հիմնավոր կասկած է լինում կամ ինչ-որ հանցագործության դրվագ է լինում, մարդիկ ծանուցվում են, հրավիրվում են հարցաքննության, ընթացակարգ գոյություն ունի։ Մեր պարագայում բոլոր դեպքերում, օրինակ մենք ինչ-որ մի գյուղում կամ ինչ-որ մի համայնքում, մարզում ունենք նախընտրական քարոզչության իրավիճակ։ Եթե այն հաջող էր անցնում եւ բազմամարդ, անմիջապես նախորդ օրը մեր գրասենյակը հարձակման էր ենթարկվում։ Ու այո, հարձակման, որովհետեւ մեծածավալ իրավապահները էին խուժում, մարդկանց ձերբակալում էին բնակարաններում, խուզարկություններ էին տեղի ունենում, ինչ նպատակ սա ուներ, բացառապես հատկապես գյուղական համայնքներում վախի մթնոլորտ ձևավորելու։ Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, ինչ երկրում ենք ապրում, ինչպես է տեղեկատվությունը շրջանառվում, ու անգամ այս վախի մթնոլորտի պարագայում այնուամենայնիվ մարդիկ ավելի
ավելի մեծաքանակ էին դառնում, վրդովում էին եւ փորձում էին դուրք չտալ, բայց ինչ էին անում իշխանությունը եւ իրավապահ մարմինները։ Մենք բավականին որակյալ վերահսկողական ընտրական համակարգ են կառուցել։ Ես իմ ողջ կենսագրության, հատկապես 18 թվականից հետո ընտրական իրավունքի պրակտիկան, իսկ պրակտիկաս բավականին հարուստ է, որովհետեւ ղեկավարել եմ դիտորդական առաքելություններ, եղել եմ ԵԱԿ-ի կողմից սերտիֆիկացված միջազգային դիտորդ եւ թե 2021 թվականին, թե համայնքային ընտրություններին Գյումրի, Երևան, Վաղարշապատ շատ հաջող կարող եմ ասել վերահսկողություն ենք իրականացրել թե արձանագրելով եւ թե կանխարգելելով հարյուրավոր ընտրախախտումներ։ Հիմա այս ամբողջ պրակտիկան հաշվի առնելով հսկայական համակարգ ենք կառուցել։ Ունեինք բոլոր 2005 տեղամասերում ոչ միայն 1, ոչ միայն 2, այլ 3 վստահված անձանց համակարգ, ու ինչ էին անում իշխանությունները, հաշվի առնելով այդ համակարգում առավել պատրաստված գործընկերներից, այդ գործընկերներին փուլ առ փուլ ձերբակալում են։ Այսինքն ես 3 անգամ ստիպված եմ եղել մարդուն պատկերացնում եք, չէ՞, մարդը վստահված անձ է, պետքա դասընթաց իրականացնես։ Այդ հատուկ ստեղծած համակարգում հմտությունները մարդուն սովորեցնես, մարդուն ուղղորդես ոնց է աշխատանքը կազմակերպվում եւ այս համակարգս, որը ըստ էության կարող եմ անհամեստորեն ասել, կարելի է դարձնել ԿԸՀ-ի այլընտրանք։ ԿԸՀ-ն ընտրական գործընթացում գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողով բուրգ է։ Իր ներքևը 38 ընտրատարածքային հանձնաժողովներն են, դրա ներքևն էլ արդեն 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովներն են։ Մենք նույնատիպի այլընտրանքային համակարգ ենք ստեղծել, որպեսզի կանխարգելենք հնարավոր միջամտությունները։ Այս համակարգս ողջ արդեն նախընտրական քարոզչության ընթացքում, երբ մեկնարկել էր մայիսի 8-ից, պարբերաբար կատվածահար եղավ։ Էլ չխոսենք այն մասին, որ տասնյակ հենց մեր թեկնածուներ ցուցակի կրկին, հետապնդումների ենթարկվեցին, տարբեր նրանց նկատմամբ խափանման միջոցներ կիրառվեցին եւ այս հետապնդումների շղթան դեռ շարունակվում է, եթե հետևեք կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ են ներկայացնում մեր թեկնածուների նկատմամբ, այդ միջանկյալ անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այսինքն, ամփոփելով այս առաջի դրվագը, ես փուլ առ փուլ խախտումների ձեզ ներկայացնեմ, այնուհետև քննարկենք հարցերին սիրով պատասխանեմ։ Գալիս է պնդելու, որ բնականon ընտրական գործընթացը սկսած այն հանգամանքից, որ մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը այդպես էլ հնարավորություն չունեցավ հավասարության սկզբունքի համատեքստում մասնակցելու նախընտրական քարոզչությանը մեզ հետ, մեր նկատմամբ խախտված է եղել։ Ու եթե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը ուղղակի դուք հետևեք համեմատեք, ընդհանրապես օրինակ տեղեկատվական բլոկը, հայտարարությունները, այս նախընտրական շրջանի համաչափ որևէ շրջանում նման ակտիվություն չեն դրսևորել։ Դա արհեստական ակտիվություն է, ու օրինակ ես կուզեի հետագայում մի վերլուծություն իրականացնենք այս շրջանում ինչքան հանցագործություններ են ընդհանուր Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվել, որովհետև եթե մենք վերենք լուծում ընդհանուր առմամբ, համապետական ըստ մարզերի հանցագործությունների տեսակը աճը գրեթե ամենուր եռակի է, սկսած ծանր հանցագործություններից, այն իրականությունում, երբ իրավապահ մարմինների ռեսուրսը պետբյուջեով էականորեն ավելացվել է, անգամ որոշակի պայմաններում ֆինանսավորումը եռակի անգամ է ավելացվել։ Այսինքն ունենք իրավապահ մարմինների քանակի եւ ֆինանսավորման պետական մակարդակով աճ, դրան զուգահեռ ունենք նույնապես հանցագործությունների տեսակների ավելացում ու աճ։ Սա բնական ու նորմալ չէ եւ սա իմ խորին համոզմամբ պայմանավորված է նրանով, որ իրավապահ մարմինների առաջնային առաքելությունը այս իշխանությունը դարձրել է քաղաքական օրակարգեր սպասարկելը, ինչի հետևանքով էլ այլ տեսակի ու բնույթի հանցագործությունների կանխարգելումը էականորեն տուժում են։